Ինչ անել են մարդկանց հետ, որոնց երբ որ մի բան ես ասում են ժամանակ չունեմ։ Ես ձևը գտել եմ։ Ես թարգմանում եմ այդ մարդկանց ասածը, ժամանակ բառի տեղը դնում եմ ցանկություն բառը։ Բոլոր մարդիկ ունեն ժամանակ, բոլոր մարդիկ ունեն 24 ժամ։ Եվ եթե մարդը ցանկանում է անել ինչ-որ մի բան, ցանկանում է ձեզ հետ հանդիպել, ցանկանում է որևէ պրոյեկտ անել, ցանկանում է ձեզ ժամանակ հատկացնել, մարդը միշտ կունենա ժամանակ։ Վերցենք այսպիսի օրինակ, ասում ես կարող ենք հանդիպել այսինչ օրը, այսինչ ժամին։ Ասում եմ, գիտես ինչ, կուզեի հանդիպել, բայց այդ օրը ես կարևոր գործ ունեմ, որից չեմ կարող հրաժարվել։ Համոզված եղեք, որ կան այնպիսի գործեր այդ նույն մարդու համար, որ ինքը այդ իր կարևոր գործից կհրաժարվի, կգնա այդ մյուս գործը կանի։ Երբ որ մարդը ձեզ ասում է, որ ժամանակ չունի, որովհետև զբաղված է, նշանակում է իր պրիորիտետը, իր նախընտրությունը, իր համար կարևոր բանը առաջին հերթին իր գործն է, հետո նոր դուք։ Հետևաբար, երբ որ մարդը ասում է ժամանակ չունեմ, որ ձեր հետ հանդիպեմ, նշանակում է ինքը ժամանակ ունի, բայց դուք առաջնահերթություն չեք։ Ասենք առաջնահերթությունների շարքում դուք 10-րդ տեղում եք։ Եթե դուք 10-րդ տեղում եք, ինքը ձեր հետ կարող է հանդիպել մենակ մի դեպքում։ Եթե այնքան գործ չունի, որ ձանձրանում է, ստիպված զանգումաձեզ ուզում է ձեր հետ հանդիպի։ Եվ դուք արդեն որոշում կայացրեք, ուզում եք այդ մարդու հետ հանդիպեք, թե չէ։ Մարդը ունի ժամանակ, դուք իր համար առաջնահերթություն չեք։ Եվ որպեսզի սա հասկանաք, նայեք ինքներդ ձեզ։ Նայեք ձեր կոնտակտների ցուցակը եւ տեսեք, ինչ ծանրաբեռնվածություն դուք պիտի ունենաք, որպեսզի հանդիպեք այս մարդուն, ինչպիսի ծանրաբեռնվածություն պիտի ունենաք, որպեսզի հանդիպեք մեկ այլ մարդու, եւ դուք կտեսնեք, որ կան մարդիկ, որոնց հետ կհանդիպեք միայն եթե ձանձրանում եք, մնացած բոլոր դեպքերում դուք ժամանակ չեք ունենա։ Եվ կան մարդիկ, որոնց հետ նույնիսկ եթե դուք մեռնելու չափ զբաղված լինեք, եթե պետք է հանդիպել, դուք ձեր բոլոր գործերը կթողեք եւ կգնաք կհանդիպեք։